Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպերկինը կանչվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն։ Նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խորը վրդովմունք է արտահայտվել Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունների կապակցությամբ, հայտնել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Մեր երկրի ԱԳՆ-ն Սոլովյովի արտահայտությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն ու թշնամական դրսևորում են համարել։ Ռուս հաղորդավար լրագրող Վլադիմիր Սոլովյովը հայտարարել էր, թե Հայաստանը կորցնելը չի բխում Ռուսաստանի շահերից, եւ Ռուսաստանը միայն Ուկրաինայում չէ, որ պետք է հատուկ ռազմական գործողություն իրականացնի, այլ նաեւ Ռուսաստանի ազդեցության գոտու տարածքներում, մեջբերում թքած ունենալով միջազգային իրավունքի վրա։ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պաշտոնանկությունից հետո, ում կաթողիկոսը ազատել էր պաշտոնից առաջնորդի հանգամանքը չարաշահելու եւ եկեղեցականների նկատմամբ հարկադրանք կիրառելու համար, հոգեվորականների նկատմամբ ճնշումների նոր ալիք է սկսվել։ Նրանք ովքեր որ ասում են Թեմի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար Քահանա Թորոսյանը հաստատել է Մասյացոտնի թեմի առաջնորդի տեղապահ Ռուբեն Վարդապետի այն հայտարարությունը, որ իշխանական օղակները փորձում են ներազդել թեմի քահանաների վրա։ Ըստ հոգևորականի, իր հետ առանձնազրույց չի եղել, բայց տեղյակ է, որ Արտաշատի, Արարատի եւ Վեդու տարածաշրջանի սպասավորների հետ առանձնազրույցներ եղել են։ Գիտեմ, որ թեմում ծառայող մյուս հոգևորականներ, ովքեր որ հիմնականում Արտաշատի եւ Արարատի շրջանում են ծառայում, ես նկատմամբ է եղել, չգիտեմ, կլութագրեմ որպես ճնշում, թե զրույց, առանձնազրույց համոզելու փորձ չեմ կարող ասել, իրենք են ունեցել այդ խոսակցությունը, բայց մեր տարածաշրջանում ինչքան տեղյակ եմ, Մասիս խոշորացված համայնքում որևէ հոգևորականին պետական քաղաքական ապարատ չի կիրառվել։ Ասել թե ինչի մասին է խոսքը։ Հոգևորականը վերահաստատել է իր հավատարմությունը Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, շեշտելով, որ պատարագների ժամանակ միշտ հիշատակում է թե Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ թե նորանշանակ տեղապահ Ռուբեն Վարդապետի անունները։ Ես միշտ իմ գործողություններով եւ նաեւ պատարագի ընթացքում էլ մեր նորանշանակ թեմակալ առաջնորդի անունը տալով, Ռուբեն Վարդապետ Զարգարյանի անունը տալով ես միշտ էլ եղել եմ Մայրաթորի կողքին։ Հիմա էլ վերահաստատում եմ, եթե անհատական այսպես հարցում լինի կանեմ, բայց իմ տեսլականի մեջ կարծում եմ ընդհանուր բոլոր քահանաներով է դիրքորոշում հայտնել։ Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր այցին իր առաջնորդած եկեղեցի, քահանան բացառել է որևէ հակականոնական ընթացք կամ կաթողիկոսի անվան զեղչում պատարագի ժամանակ։ Տեր Ղազարի խոսքով, եթե Փաշինյանը որոշի մասնակցել պատարագին, ապա ստիպված կլինի սեփական ականջներով լսել, որ հոգևորականն ընդունում է Վեհափառ Հայրապետին, որպես հայոց եկեղեցու միակ կահակալի։ Բացառում եմ, որ ես երբևէ անեմ հակականոնական ընթացք, այսինքն զեղչեմ Վեհափառ Հայրապետի իսկան թեմակալ առաջնորդի անունը, բայց արգելել, որ որևէ մեկը մտնի եկեղեցի, իհարկե չեմ կարող։ Եթե կմասնակցի պատարագին, իհարկե հրավեր երբեք չեմ անի, եթե կմասնակցի պատարագին, ուրեմն իր ականջներով կլսի, որ ես ընդունում եմ Վեհափառ Հայրապետին, որպես ամենայն հայոց հայրապետ եւ մեր եկեղեցու գահակալ։ Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի դատական նիստը հետաձգվել է։ Հանրային մեղադրող Հայկ Ավետյանը միջնորդել հետաձգել նիստը, քանի որ նոր է ներգրավել ու չի հասցրել ծանոթանալ բարույթի նյութերին։ Ավետյանը մեկ շաբաթ է խնդրել դատավորից։ Պաշտպանները ի հակադրություն դատախազի նշել են, որ դատական նիստը կարող են հետաձգել, բայց միայն Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդության քննությունից հետո։ Սակայն դատարանը բավարարել է հանրային մեղադրողի միջնորդությունը ու դատախազին մեկ շաբաթ ժամանակ տրամադրել գործինյութերին ծանոթանալու համար։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 19-ին։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժել է Արշակ Սրբազանի կալանքի դեմ ներկայացված բողոքը եւ եկեղեցականին թողել կալանքի տակ։ Պաշտպան Արսեն Բաբայանը հայտարարել է, որ այս որոշումն իրենց համար ամենևին անսպասելի չէր, նույնիսկ այն պայմաններում, երբ քրեական հետապնդում հարուցելու որոշմանը ծանոթանալիս ակնհայտ է դառնում, որ որևէ հանցանք չի կատարվել։ Փաստաբանը շեշտել է, որ նույնիսկ եթե որոշման մեջ նկարագրված արարքները օբյեկտիվ իրականության մեջ տեղի ունեցած լինեին, ինչն ինքնին բացառվում է, ապա հենց այդ պայմաններում էլ ակնհայտ է, որ հանցավոր արարք առկա չէ։ Արսեն Բաբայանի պնդմամբ սա քաղաքական ենթատեքստ ունեցող գործընթաց է, որտեղ իրավական հիմքերը բացակայում են, իսկ դատարանը պարզապես ուժի մեջ է թողել անհիմն կալանքի որոշումը։
Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե մեր երկրում չկա մի ընտանիք, ումից հեծը գողություն առաջ չլինի, անդրադարձել է Նարեկ Կարապետյանը ու նշել, որ վարչապետը միտումնավոր է օգտագործել նման ձևակերպումներ, որպեսզի նշանակած ժամանակավոր կառավարիչը հնարավորություն ունենա դատարանից հետ վերցնել ցանկացած հայց եւ թույլ չտալ, որ երկրի ղեկավարը պատասխան տա իր խոսքերի համար։ Նարեկ Կարապետյանը պնդել է, որ իրական թալանն իրականացնում է հենց իշխանությունը։ Գողություն անողները ու թալանողները մեր երկրում ուրիշ մարդիկ են, իրանք են հենց թալանում մեր երկիրը, թալանում են տուգանքներով, թալանում են երկրի հասարակության վրա դրված անտրամաբանական տույժերով, որ գյուղ մտնում են մարդիկ բարոյական իրավունքից զրկված են, ինչ որ անիմաստ խախտումի պատճառով եւ իրենց ընտանիքը չեն կարող պահել։ Կարապետյանը առաջարկել է տալ երկրորդ շանս այն վարորդներին, ովքեր մեքենայով են տուն պահում եւ տուգանքների չափը համապատասխանեցնել միջին աշխատավարձի տրամաբանությանը։ Ըստ նրա, մինչ քաղաքացիները տուգանվում են, վարչապետի աշխատակազմի ծախսերն աճել են 4 անգամ, հասնելով 65 միլիոն դոլարի։ Կարապետյանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այս թիվը գերազանցում է Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի եւ Բելգիայի թագավորական ընտանիքների ծախսերը միասին վերցված։ Այդ մարդը, ով թալանի մեջ է մարդկանց մեղադրում ու մոռանում է թե ինքը ինչա թալանել, պետք է մի բան հիշի, որ վերջի իր կառավարման ընթացքում վարչապետի աշխատակազմի ծախսերը ինքը ավելացել 4 անգամ։ Սարքել է վարչապետի աշխատակազմի ծախսերը 65 միլիոն դոլար։ Արդյոք Հայաստանը 4 անգամ ավելի լավ է ապրում, Հայաստանի քաղաքացին 4 անգամ ավելի լավ է ապրում, որ վարչապետի աշխատակազմը 4 անգամ ավելի շատ է ստանում։ Սոցիալական պատկերն էլ ավելի մտահոգիչ է ներկայացրել մեր ձևով շարժման անդամ Նարեկ Սուքիասյանը, նշելով, որ երիտասարդների շրջանում գործազրկությունը 17.8%-ից հասել է 27.2%-ի, մինչ պետբյուջեն համարվում է ընդհանուր դրամապանակ, 2026 թվականի համար վարչապետի աշխատակազմի բյուջեն ավելացել է եւս 1.5 միլիարդ դրամով, հասնելով գրեթե 26 միլիարդի։ Սա այն դեպքում, երբ թոշակներն ու նպաստները չեն բարձրացվել, իսկ նվազագույն կենսաթոշակը կազմում է ընդամենը 36,000 դրամ, ինչը գրեթե 2 անգամ պակաս է նվազագույն սպառողական զամբյուղից։ Դատախազությունը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքի որոշման դեմ, խնդրանք պահանջ ներկայացնելով անպայման կալանավորել նրան։ Իր Facebook-յան էջում գրել է Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։ Չնայած այն հանգամանքին, որ Սամվել Կարապետյանի տնային կալանքի դեպքում գործում են բազմաթիվ սահմանափակումներ, այնուամենայնիվ իրավապահ մարմինները որոշել են բողոքարկել 2025 թվականի դեկտեմբերի 30-ին խափանման միջոցի կալանքից տնային կալանքի փոփոխման որոշումը։ Չկա հիմնավորում, բայց կա ակնհայտ ապօրինի իրավունքը ժխտող դիրքորոշում, որ Սամվել Կարապետյանը լինի կալանավորված, գրել է պաշտպանը։ Իրանի արտգործ նախարարություն են կանչվել Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի դեսպանները։ Նրանցից պահանջվել է հետ վերցնել ցուցարարներին աջակցող հայտարարությունները, որպես հիմնավորում ներկայացնելով բողոքի ակցիաների ընթացքում տեղի ունեցած անկարգությունների և բռնությունների տեսագրություններ։ Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ երկիրը պատերազմում է ահաբեկիչների դեմ, զգուշացնելով Միացյալ Նահանգների և Իսրայելի հնարավոր ռազմական միջամտության մասին։ آفرین به همگی شما Իրավիճակն ավելի է սրվել, երբ ընդդիմադիր առաջնորդ Ռեզա Փահլավին կոչ է արել գրավել քաղաքները, իր վերադարձի համար ճանապարհ հարթելու նպատակով։ Փորձագետների կարծիքով տնտեսական ճգնաժամն ու ներքին լարվածությունն էականորեն բարդացնում են հանրային ցասումը զսպելու իշխանությունների հնարավորությունները։ Դոնալդ Թրամփը հայտնել է Թեհրանի բանակցելու ցանկության մասին, թեև չի բացառել ուժային լուծումները իրավիճակի հետագա սրման դեպքում։ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ պատրաստ է նոր պատժամիջոցներ առաջարկել Թեհրանի նկատմամբ ի պատասխան ցուցարարների հանդեպ կիրառված բռնությունների։ Նրա խոսքով միությունն արդեն իսկ լայնածավալ պատժամիջոցներ է կիրառել Իրանի նկատմամբ մարդու իրավունքների խախտումների, միջուկային զենքի տարածման գործունեության և ռուս-ուկրաինական պատերազմի Թեհրանի աջակցության համար։ Այս ամենի ֆոնին այսօր Իրանում արժույթի փոխարժեքը աղետալի ցուցանիշների է հասել։ Մեկ իրանական ռեալը հավասարվել է 0 եվրոյի։
Ռոմի Պապ Լեո 14-րդը հանդիպել է Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ եւ Նոբելյան խաղաղության մրցանակակիր Մարիա Կորինա Մաչադոյի հետ։ Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ ավելի վաղ հանդիպման մասին չէր տեղեկացվել եւ չկան հստակ մանրամասներ, ինչ են քննարկել կողմերը։ Նախքան հանդիպումը Ռոմի Պապն իր հայտարարություններում կոչ է արել Վենեսուելային մնալ անկախ երկիր նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո։ Նա դատապարտել է ռազմական ուժի կիրառումը որպես դիվանագիտական նպատակներին հասնելու միջոց եւ կոչ արել պաշտպանել մարդու իրավունքները Վենեսուելայում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ռուսաստանը օրեշնի քրթիրի կիրառմամբ փորձում է ահաբեկել Արևմուտքին եւ դադարեցնել աջակցությունն Ուկրաինային, սակայն ընդգծել է, որ դաշինքը չի նահանջելու։ Նա նաեւ փաստել է, որ դաշնակիցների շրջանում ներառյալ Միացյալ Նահանգներն ու Հունգարիան դեռևս չկա միասնական համաձայնություն Ուկրաինայի ՆԱՏՕ-ին լիարժեք անդամակցության հարցում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պնդմամբ հունվարի 9-ի հարվածը Պուտինի նստավայրի վրա կատարված հարձակման պատասխանն էր եւ թիրախավորվել էր բացառապես ռազմավարական օբյեկտներ, ինչը Եվրահանձնաժողովը որակել է Մոսկվայի կողմից խաղաղության գնալու ցանկության բացակայության ազդանշան։ Զելենսկին չունի հաղթաթուղթ, նա կարող է հույսը դնել միայն ԱՄՆ առաջնորդի աջակցության վրա, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Դեռ փետրվարին Ամերիկայի ղեկավարը հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահը Ռուսաստանի հետ հաջող բանակցություններ վարելու համար ոչինչ չունի։ Պատասխանելով New York Times թերթի լրագրողի հարցին, Թրամփը նշել է, որ Զելենսկին ունի միայն Դոնալդ Թրամփ։ ԱՄՆ առաջնորդի աջակցության բացակայությունը Զելենսկու համար կվերածվի լիակատար աղետի, շեշտել է նա։ Ռուսաստանի Պետդումայի падգամավոր Միխայիլ Շերեմետը կոչ է արել միջազգային հետախուզում հայտարարել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիի նկատմամբ։ Սա տեղի ունեցել այն բանից հետո, երբ Կիև կատարած այցի ընթացքում Հիլին ասել է, որ կցանկանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առևանգել, բերելով Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյի օրինակը։ Խորհրդարանականը կոչ է արել հերակա դատել բրիտանացի նախարարին իր հայտարարություններից հետո։